Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Գասպարյան հրավերն ընդունելու համար։ Կան փոփոխություններ քրեադատաբարական օրենսգրքում, ըստ որոնց առաջին ատյանի դատարանում գործերը քննվելու են ոչ ավելի, քան 1 տարի։ Մենք գիտենք, որ շատ հաճախ գործերը տարիներով ձգվում են եւ արդյունքները վերջում արդեն էականել չի լինում թերևս, որովհետև շատ ձգձգված գործեր կան, բայց այստեղ մի բացառություններ է գործելու, որ դատարանի պատճառաբանված որոշմամբ հնարավոր է լինելու երկարաձգում իրականացնել ժամկետների, բայց էլի սահմանափակմամբ ոչ ավելի, քան 2 անգամ մեկական տարով։ Նախ փոփոխությունների մասին խոսենք, ինչ հիմնավորմամբ են ընտրվել ժամկետները եւ ինչ նպատակով։ Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ նաև այս կարևոր թեմային անդրադարձ կատարելու համար, հատկապես կարևոր եմ համարում նոր կարգավորումների վերաբերյալ հանրային իրազեկումը, հաշվի առնելով դրանց բոլորովին նոր լինելը։ Մասնավորապես ազգային ժողովի կողմից օրենքը ընդունվել է այս տարվա հունիսի 18-ին եւ դրվել մի շարք նոր մեխանիզմներ, այդ թվում քրեական գործերի քննության տևողության վերաբերյալ, հետեւաբար շատ խրախուսելի եւ կարևոր է գործող կարգավորումների, բովանդակության, դրանց հիմքում դրված պատճառների եւ գործնական նշանակության վերաբերյալ տեղեկատվության տարածումը։ Առհասարակ ժամկետի դրությունը պայմանավորված է առաջին հերթին գործի ողջամիտ ժամկետներն ավելի առարկայական եւ կանխատեսելի դարձնելու անհրաժեշտությամբ։ Քանի որ բազմիցս խոսել ենք, որ պետք է ապահովեն գործերի քննության ողջամիտ ժամկետները, բայց թե որն է այդ ժամկետը, երբևէ չի նշվել եւ ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ գործերի քննություններ տևում էր տարիներ եւ արդյունքում արդարադատությունը նաեւ որոշ դեպքերում լինում էր ուշացած։ Մեղմ ասած, տասնյակ տարիների մասին է խոսքը։ Տասնյակ տարիների մասին, ընդ որում դատավորներ էին փոխվում եւ ամեն անգամ գործը սկսվում էր սկզբից։ Ինչ վերաբերում է կոնկրետ 1 տարվա ժամկետի ընտրության անդրադառնամ, ապա այն կամայականորեն չի ընտրվել եւ նախագծի մշակման հիմքում որպես կարևոր եւ օբյեկտիվ կողմնորոշիչ հիմք է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ, ընդ որում դրանք ոչ միայն քրեական, այլ նաեւ քաղաքացիական, վարչական եւ մյուս գործերով են։ Հատկանշական է, որ Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան որոշմամբ գործերը քրեական եւ ոչ միայն քրեական բաժանել է տարբեր բարդության աստիճանների՝ պարզ, միջին, բարդ եւ առանձնակի բարդություն ներկայացնող գործեր։ Եվ հատկապես կարեւոր է նշել, որ բարդ գործերի համար ուղղանիշային ժամկետ որպես միջին տևողություն սահմանվել է առավելագույնը 12 ամիս, այսինքն 1 տարին։ Ընդ որում երկարաձգման հնարավորություն սահմանված չի եղել, թեև հենց որոշմամբ նշվում է, որ դրանք դատավարական ժամկետներ չեն, ընդհանրապես ուղենիշային ժամկետներ են, ամեն դեպքում հարկ է նկատել, որ այստեղ երկարաձգման հնարավորություն նախատեսված չի։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով, որ դատական համակարգում արդեն առկա է օբյեկտիվ կողմնորոշիչ 12 ամիսը, հենց որոշեցինք 1 տարին վերցնել որպես ընդհանուր ժամկետ, ընդ որում օրենքը չի տարբերում, դա կլինի պարզ գործ, բարդ գործ, թե առանձնակի բարդ գործ, կանոնը բոլորի դեպքում նույնն է, բայց սա նաև ուզում եմ ընդգծել, որ չի նշանակում, որ դատավորները այն գործերը, որոնք պարզ են, պետք է անհարկի ցկցկեն մինչև 1 տարի։ Պարզ գործերը բնականաբար պետք է քննվեն ավելի սերմ ժամկետներով եւ ողջամիտ ժամկետի սկզբունքը այստեղ ոչ մեկ չի չեղարկել եւ դա շարունակվում է արեցիք այն բանի վրա, որ դա դեռ չի նշանակում, որ դատավորները պարզ գործերը պետք է ձգձգեն, որ 1 տարվա ժամանակահատվածում ավարտեն, բայց հակառակ տրամաբանությունից եթե գանք, օրինակ կա բարդ գործ, արդյոք հնարավոր է այդ բարդ գործը համալիր ապացույցների հետազոտություններով ու քննություններով իրականացնելու 1 տարի ժամկետում։ Այս հանգամանքը հաշվի առնելով, նկատի ունենալով, որ քրեական գործերը տարբերվում են իրենց բարդությամբ, դրանցում մասնակցող անձանց քանակությամբ, այն գործողություններով, որոնք որ պետք է կատարվեն այդ թվում դատարանի կողմից, օրինակ կրկնակի փորձաքննություն, լրացուցիչ փորձաքննություն, նախատեսան ենք նաև հանգամանքներ, որոնց արկայության դեպքում դատարանը պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի քան 2 անգամ, բայց յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով կարող է երկարաձգել գործի քննության տևողությունը։ Այսինքն ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք նաև երկարաձգվող ժամկետները, գործի քննությունը կարող է տևել առավելագույնը 3 տարի ժամկետ առաջին ատյանի դատարանում։ Այս մասով հանգամանքները հետևյալն են հիմք ընդունվել։ Դատարանը պետք է հաշվի առնի գործի իրավական բարդությունը,
վարորդային գործողություններ կատարելու ծավալը, թե ինչ գործողություններ է կատարել եւ ինչ գործողություններ է որ մնացել է որ պետք է կատարի, եւ այլ հանգամանքներ, որոնք օբյեկտիվորեն եւ անխուսափելիորեն կարող են հանգեցնել գործի քննության ժամկետների տևողության երկարացմանը։ Դա երբ որ դատարանը որոշի գնալ պատճառաբանված ժամանակի ավելացման։ Դիցուկ ունենք դեպք, երբ դատարանը հայցել է միջազգային իրավական փոխօգնություն, օրինակ վկաներ կան, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն եւ նրանց պետք է լսել այլ պետությունում եւ այդ փոխնության պատասխանները դեռևս չեն ստացվել։ Բնականաբար սա դատարանի կամքից անկախ հանգամանք է, որը անխուսափելիորեն հանգեցնում է գործի քննության տևողության երկարացման եւ միգուցե վկայությունումը շատ կարեւոր է, որովհետեւ օրինակ մեղադրյալը չի ապահովել հակընդդեմ հարցման իրավունքը կամ ունի հարցեր հղելու վկային։ Այս դեպքում դատարանը այո կարող է ոչ ավելի քան 2 անգամ, յուրաքանչյուր դեպքում 1 տարի ժամկետով առավելագույնը երկարաձգել գործի քննության տևողությունը։ Իսկ կա վիճակագրություն, թե միջինում գործերի քննությունները, մենք խոսում ենք առաջին ատյանի դատարանի մասին, որքան են տևում, որքան են ձգվում։ Վիճակագրություն այդ մասով փորձել ենք հավաքագրել, բայց միջին տևողությունը ընդհանրապես նախագծի մշակման դեպքում հիմք է ընդունել ուղենիշային ժամկետները, բայց համատարած երկարաձգումների մասին ներողություն խոսելը կարծում եմ ակնառու է, որովհետև քաղաքացիները բազմաթիվ դեպքերում բազմաթիվ անգամներ դիմել են տարբեր իրավասու մարմինների, խոսելով իրենց գործերի չափազանց ձգձգումների, հետաձգումների մասին, բայց շատ կարևոր է տարբերակում թերևս դրված չի, չէ՞, օրինակ գործը հնչեղություն ունի, չունի, սովորական գործ է, քաղաքական գործ է, որևէ գործեր, որոնք ներողություն, հնչեղություն ունեն եւ չունեն հնչեղություն, ներողություն, բայց կրկին ձգձգվում են, որտեղ օրինակ չեն գտնում վկաներին, որպեսզի նրանք ներկայանան դատարան հարցաքննվելու եւ սա ամենահեշտ օրինակն է, որ թերևս կարող են բերել, բայց մի շատ ավելի հետաքրքրական վիճակագրություն ենք հայցել դատական դեպարտամենտից եւ ստացել ենք պատասխան, հատկանշական էր մեզ համար, որ 2022 թվականից 2025 թվականների ընթացքում վերաբաշխվել էր դատավորի փոփոխության պատճառով 3739 քրեական գործ եւ 2025 թվականի նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ դրանցից 1808-ով դեռևս չկար վերջնական դատական ակտ, ինչը կարծում եմ խիստ խնդրահարույց եւ խնդրի մասին վկայող ցուցիչ է։ Լավ, Տիկին Գասպարյան, հարց կա այն մասին, թե արդյոք արագացման պահանջը չի բերի ձևական դատավարության։ Այս մասով ես կփորձեմ հստակեցնել պատասխանի ելակետը, որովհետև օրենքի նպատակը ամենևին գործերի քննությունը արագացնելը չի եղել։ Օրենքի նպատակը տարիներ ձգվող գործերով, որոնց քննությունը ձգվում է տարիներով, այդ գործերը ավելի կանխատեսելի եւ ողջամիտ հունի մեջ բերելն է։ Նախագծի նպատակը ապահովելն է ողջամիտ ժամկետներում անձանց քննության իրավունքը։ Ողջամիտ ժամկետներում քննության իրավունքը արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Եվ եթե առանց օբյեկտիվ հանգամանքների գործի քննությունը տևում է տարիներ, առանց որևէ կարևոր լուրջ հանգամանքների, որոնք գոյություն ունեն դատարանի կամքից անկախ, մենք այս դեպքում եւս ունենք խնդիր արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։ Հետևաբար կարծում եմ այս արագացնելու մասին խոսելը ավելորդ է։ Օրենքի նպատակը ամենևին գործերի տևողության հաշվին արդարության որակի նվազեցումը չի։ Պետք է ունենանք եւ ժամկետ, եւ որակ, եւ դրանք երկու տարբեր պահանջներ են, եւ դրանք պետք է ապահովեն միաժամանակ։ Դրանք երկու տարբեր բաղադրիչներ են արդար դատաքննության իրավունքի եւ մենք պետք է պարտավորենք որպես պետության պոզիտիվ պարտականություն ապահովել այդ բաղադրիչների անհրաժեշտ հավասարակշռ։ Բայց իսկապես չկա ռիսկ, որ թեկուզ 1, 10 կամ մի քանի այլ գործերով ժամկետների մեջ տեղավորվելու համար դատական գործը լիովին եւ խորությամբ չքննվի։ Չի կարող, որովհետեւ ժամկետներին զուգահեռ ռիսկը միշտ կա, ներողություն եմ խնդրում, բայց մենք նախ առաջին հերթին պետք է առաջնորդվենք վարորդի մասնակիցների, արդարացություն իրականացնող մարմնի, դատարանի, վարորդի հանրային մասնակցի, հանրային մեղադրողի եւ արդեն պրոֆեսիոնալ մասնակցի, փաստաբանի, պաշտպանի քրեական վարույթի դեպքում բարեխղճության կանխավարկածով։ Այդ անձինք պրոֆեսիոնալ մասնակիցներն են վարույթի եւ իրենք գործում են բարեխղճության կանխավարկածով։ Եթե մենք միգուցե բարեխղճություն, բայց լինեն գործիքները, որոնք կանխեն այդ ռիսկը։ Հիմա արդեն երկրորդ մասին հարցի, բացի նշված գործիքակազմը, ժամկետների սահմանվել են նաև այլ գործիքակազմեր, որոնք հնարավորություն են տալիս թոթափել դատարանի ծանրաբեռնվածությունը եւ ավելի արդյունավետ կազմակերպել
դատալսումները մասնավորապես։ Ապացույցների հետազոտումը դատական քննության բուն առարկան է եւ այն կազմում է հիմնական դատալսումների առանցքային մասը։ Հետևաբար, եթե մենք ապացույցների հետազոտումը կարողանանք կազմակերպել առավել արդյունավետ, դատական քննության տևողությունը եւս կարող է կրճատվել, նվազեցվել։ Բայց ո՞նց է պատկերացնում, ո՞նց է հնարավոր դա ապահովել։ Նման պայմաններում օրենքով առաջարկվում է 3 շատ կարևոր մեխանիզմ։ Առաջինը, կողմերը կարող են միջնորդել եւ համաձայնվել, որպեսզի այս կամ այն ապացույցը համարվի հետազոտված։ Այն դեպքում, երբ որևէ ապացույցի վերաբերյալ կողմերը չունեն վեճ, այսինքն թե մեղադրյալը եւ թե հանրային մեղադրողը օրինակ համաձայն են, որ մեղադրյալը X ժամին դուրս է եկել X շենքից եւ դա մեղադրյալը ամենևին չի վիճարկում, նա շատ հեշտությամբ կարող է միջնորդել եւ եթե հանրային մեղադրողը կհամաձայնվի, որպեսզի այդ ապացույցը համարվի հետազոտված։ Հիմա բոլոր ապացույցները հետազոտվում են, որոնք ոչ անձնային ապացույցներ ընթերցվում են, անձնային ապացույցները արդեն հարցակնության տեսքով վկաները, տուժողը կանչվում են հարցակնության դատարան։ Եվ երկրորդը, եթե օրինակ վկային անդադ ծանուցում են եւ վկան չի ներկայանում դատարան տարբեր պատճառներով կամ վկային հնարավոր չի գտնել եւ կողմերը սկզբունքային առարկություն չունեն վկայի կամ փորձագետի ցուցմունքի վերաբերյալ, կարող են միջնորդել, որպեսզի ոչ հետազոտվի, այլ նաև հրապարակվի վկայի ցուցմունքը առանց վերջինիս դատարան կանչելու։ Հիմա կանոնը հետևյալն է. վկան պետք է անպայմանորեն ցուցմունք տա դատարանի առջև։ Եվ նրա ցուցմունքի հրապարակումը միջդատական վարույթով դրված կարող է լինել միայն վերջինիս ցուցմունք տալուց հետո։ Մենք փոխել ենք այս կանոնը, բայց երաշխիքներով բնականաբար, եթե կողմերը կհամաձայնվեն եւ դատարանը կտեսնի, որ դա չի ազդում վարույթի արդարացիության վրա, վերջներս կարող են միջնորդել, որպեսզի վկա եւ փորձագետի ցուցմունքը հրապարակվի։ Ինչ նպատակի հետապնդում սա է, ոչ թե հետազոտված համարվի, այլ հրապարակվի։ Միգուցե կողմերը վկային չեն ուզում անմիջականորեն տեսնել դատարանում, ոչ անհրաժեշտությունը չեն տեսնում, ոչ թե վախի կամ այլ պատճառներով, բայց ուզում են որոշակի հանգամանքների վրա հրավիրել դատարանի ուշադրությունը։ Այս դեպքում շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի այդ հնարավորությունը եւս կողմերը ունենան։ Այսինքն դատարանը կամ այն կողմը, որը կմիջնորդի, կհրապարակի ցուցմունքը եւ իր կարող է հետագայում նաեւ իր ճառում, իր եզրափակիչ ելույթում դիրքորոշման արտահայտելիս նաեւ հողում անել այն հատվածին, որը որ կհրապարակի դատարանը։ Տիկին Գասյան, ճիշտ եմ ես հասկանում, չի լինելու հստակ որևէ սահմանում, թե որ դեպքում եւ որ ապացույցներն են համարվելու հետազոտված, այլ դա պիտի լինի դատավարական կողմերի կամ մասնակիցների համաձայնությամբ։ Դա պետք է նախ լինի կողմի կամ հայտությունը եւ մյուս կողմի համաձայնությունը, բայց կարևոր եմ համարում նաեւ ընդգծել, որ մեղադրյալի եւ տուժողի ցուցմունքները որևէ կերպ չեն կարող համարվել հետազոտված ըստ մեր օրենքի կարգավորումների։ Հաշվի առնելով, որ նրանք մասնակցում են դատական նիստերին, վերջիններիս ցուցմունքներ հետազոտված համարելը նպատակահարմար չենք համարել։ Դա օրենքը ուղղված է եղել հիմնականում այն ապացույցներ հետազոտված համարելուն, որոնք ավելի ժամանակ են տանում թե հետազոտելու առումով եւ թե միջոցներ այդ ապացույցները դատարան բերելու, խոսքը մասնավորապես վկաների մասին է։ Իսկ իրավական անորոշություններ սրա հետ կապված չեն կարող ծագել։ Իրավական անորոշություն չի կարող ծագել այնքանով, որքանով երկու տարբեր բաղադրիչ է կուզեմ անդրադառնալ։ Ապացույցի հետազոտում եւ ապացույցի գնահատումը դրանք երկու տարբեր բաներ են։ Երբ դատարանը ապացույցը համարվում է հետազոտված, դա չի ենթադրում, որ նա այդ ապացույցով հաստատվող փաստը ինքնին հաստատում է միանգամից կամ հերքում է, կամ դա միանգամից համարում է, որ արժանահավատ է։ Ոչ։ Այն եթե համարի ապացույց հետազոտված, դատարանի միևնույն է պարտականություն ունի դատավճիռ կայացնելիս, վերդիկտ կայացնելիս, գնահատել այդ ապացույցը, հետազոտված համարված ապացույցը, ողջ ապացույցների համակցության մեջ, գնահատել դրա թույլատրելիությունը, վերաբերելիությունը, հավաստիությունը, այսինքն ապացույցի գնահատման կանոնները չեն չեղարկվել։ Այդ ապացույցը ի թիվս մյուս ապացույցների, որոնք նույնիսկ կհրապարակվեն դատական նիստում, պետք է գնահատվի մյուս բոլոր կանոններով։ Եվ իրավական ներողություն որոշակիություն նաև խնդիր չի կարող լինել, որտեղ հստակ են ընթացակարգերը։ Պետք է լինի առաջինը կողմի միջնորդություն, երկրորդ մյուս կողմի համաձայնություն, երրորդ դատարանը պետք է հասկանա, արդյոք այդ որոշմանը գնալով
որոշումը կազմի վարույթի արդարության վրա, թե ոչ։ Եվ 4-րդ, նման միջնորդությունները չեն կարող կայացվել, կարող են ներկայացվել, բայց որոշում չի կարող կայացվել պաշտպանի բացակայության դեպքում։ Ցանկացած դեպքում, եթե մեղադրելը հանդես գա նման միջնորդությամբ, կամ թեկուզ հանրային մեղադրողը գա նման միջնորդությամբ եւ մեղադրելը կհամաձայնվի դրան, դատարանը պարտավոր է ապահովել պաշտպանի պարտադիր մասնակցություն, եթե պաշտպան չի լինի։ Ընդ որում, միջնորդություն մեղադրելը կարող են նման ներկայացնել պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո միայն։ Իմիջայլոց երկարաձգումների մասին երբ խոսվում էր դատական process-ների, տարբեր տեսակետներ, կարծիքներ էին հնչում, որ նաև միջնորդություններն են պատճառ, երբեմն լինում են իհարկե հնչեղ գործերի դեպքում է սրա մասին շատ խոսում, բայց այդուամենայնիվ, գուցե նաև սովորական դեպքերում շատ են լինում միջնորդությունները, երբեմն անհարկի միջնորդությունները եւ միգուցե պետք է մտածել հենց այդ միջնորդությունների համար էլ որոշակի սահմանափակում։ Այս մասով ես կարծում եմ օրենքը այս պահին ունի այդ սահմանափակումը, ուղղակի արդեն իրավակիրառը կամ մարդկային իրականացնողը պետք է հասկանա խնդիրներ չլինեն եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից։ Ինչի մասին է խոսքը։ Մենք ունենք դատավարական սանկցիաներ, նկատողություն, տուգանք եւ տարբեր մյուս սանկցիաները, որոնք կարող են կողմի նկատմամբ կիրառվել պարտականությունները չարամիտ չկատարելու կամ իրավունքների չարաշահման դեպքում։ Այսինքն, եթե կողմը ակնհայտ միջնորդություններ է ներկայացնում եւ իրականում դրանք անհարկի են, ուղղակի դա շատ ավելի գնահատողական է եւ այս պահին ես կտրուկ որոշ գնահատականներ տալու զերծ կմնամ, այդ մասով կարող են դատավարական սանկցիաներ, բայց այս գործընթացը ցանկանում եմ նշել, որ շարունակական է եւ մենք շարունակական մոնիթորինգ ենք իրականացնում։ Ավելին վերջերս հանրային քննարկման ենք ներկայացրել նոր նախագիծ, որով փորձում ենք դատավճռի բովանդակությունը ավելի օպտիմալացնել եւ արդյունավետ դարձնել, որպեսզի նաեւ դատարանները կարողանան դատավճռի վրա ծախսվող ժամանակը առավել արդյունավետ օգտագործել։ Բայց ինչ է նշանակում ավելի օպտիմալ։ Դատավճռը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից։ Նկարագրական մասում ի թիվս այլնի շարադրվում են թույլատրելի ապացույցները, դատարանի կողմից հետազոտված թույլատրելի ապացույցները։ Այնտեղ պատճառաբանական մասում եւ նկարագրական հատվածի այլ մասերում շարադրվում են դատարանի փաստական իրավական վերլուծությունները եւ այն հանգամանքները, որոնք դատարանը հերքում կամ հաստատում է։ Երբ դատարանները թույլատրելի ապացույցներ հատվածում ամբողջությամբ վերարտադրում են այն բոլոր ապացույցները, որոնք իրենք հետազոտել են, դա բնականաբար ժամանակատար է։ Այնուամենայնիվ նույն ապացույցները վերջիններս օգտագործում են մյուս հատվածներում պատճառաբանելու համար իրենց այս կամ այն վերլուծությունը, պատճառաբանելով թե որ հանգամանքը, որ ապացույցով են հաստատել։ Հետևաբար ստացվում էր, որ դատական ակտը անհարկի ծանրաբեռնվում էր, քանի որ նույն ապացույցը կարող էր սկզբից միջև վերջ բացված գրվել, հետո դրա այն հատվածը, որը շատ կարևոր էր, օգտագործվել այլ հատվածում։ Հիմա գնում ենք այն ուղղությամբ, որ դատավճռի նկարագրական մասում նշվեն թույլատրելի ապացույցները, հետազոտված թույլատրելի ապացույցները առանց դրանց բովանդակության բացահայտման։ Կնշվեն պարզապես վերնագրերը, որպեսզի անձը հասկանա, թե ինչ ապացույց է հետազոտել դատարանը։ Հետագայում արդեն դատարանն իր մյուս պատճառաբանական հատվածում կնշի, թե որ հանգամանքը, որ ապացույցով է հաստատված կամ հերկված համար, եւ ըստ այդմ անձը կիմանա, թե իր մեղադրական կամ արդարացման դատական ակտի հիմքում ինչ ապացույց դրել դատարանը։ Ընդհանրապես կա վիճակագրություն կամ գնահատում կարող եք անել, թե որ ատյանի դատարանում են գործերը ավելի շատ երկարաձգվում, դա հիմնականում առաջին ատյանում է եւ դրա համար եք հենց կոնկրետ առաջին ատյանում ժամանակի սահմանափակում դրել։ Այս պահին շատ խիստ մոտավոր են գնահատականացնելու, հաշվառնելով, որ ոչ բոլոր գործերն են, որ բողոքարկում են վերադասացաններ եւ հիմնականում գործերով ծանրաբեռնված է ավելի շատ առաջին ատյանի դատարանները, հետեւաբար կարծում եմ, որ խնդիրն առավել ակտուալ է առաջին ատյանի դատարաններում։ Հիմնավորեմ ինչու այդ հարցը տվեցի, որովհետեւ կար կարծիք, որ սա կարող է վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների թիվը կտրուկ աճի բերել։ Այս մասով կա նման ռիսկ եւ եթե իսկապես նման աճ լինի բողոքարկումների մասով, դա խնդիր չի։ Այս մասով նախ որևէ օրենսդրական փոփոխություն նպատակ չունի բացառել անձի բողոքարկման իրավունքը, բայց օրենքով նախատեսված փոփոխությունները որևէ ուղղակի կապ չունեն վճռաբեկ կամ վերաքննիչ բողոքների աճի հետ, որովհետև նախ
դրվել են գործերի քննության ժամկետներ եւ երկրորդ այն բոլոր մեխանիզմները, որոնք նախատեսվել են, որևէ կերպ չեն կարողացնել բողոքների վրա, որովհետեւ կողմերն իրենց կամահայտնություն են հայտնում։ Եթե կողմը չցանկանա, որպեսզի ապացույցը համարվի հետազոտված, այդ ապացույցը դատարանի նախաձեռնությամբ չի կարող համարվել հետազոտված եւ հետեւաբար կողմը հետո չի կարող բողոք տանել վերաքննչական վճռապետ դատարան, ասելով այդ տեսեք դատարանը մի ապացույց համարեց հետազոտված, որը որ ես չէի ցանկանում, դա եղել է իմ կամքին հակառակ, ես նման միջոցություն չեմ ներկայացրել։ Ցանկացած դեպքում կողմի համաձայնությունը պարտադիր է։ Եթե համաձայնությունը պարտադիր է, ապա առնվազն ոչ ողջամիտ է ենթադրել, որ այդ հիմքով կարող է բողոք տարվել վերաքննիչ կամ վճռապետ դատարան։ Բայց եթե հետազոտված ապացույց ամեն դեպքում կողմերը այդ 1 տարվա դատավարության ընթացքում որևէ կողմը չի համաձայնում, ստացվում է, որ էլի երկարաձգման հնարավորություն է պետք դատարան։ Իրենք չեն կարողանալու ամբողջ ապացույցները էլի հետազոտել մի տարվա կտրվածքի մեջ տեղավորել։ Չէ, այդ դեպքում եթե մենք գնանք այն կանխավարկածով, որ կողմերը այդպես էլ նման միջնորդությամբ հանդես չեն գալիս, մենք ունենք առավելագույն նախ 3 տարի, որը կարծում եմ բավականին ողջամիտ է։ Եթե հաշվի առնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից առավելագույնը 12 ամիս է սահմանված եղել, ունենք առավելագույնը 3 տարի ժամկետ գործերի քննության եւ բացի դա մենք բացի փոփոխությունները նաեւ պետք է պահպանենք մեր պետության արչև դրված պոզիտիվ պարտականությունները, որոնք ստացել ենք Մարիupոլի Եվրոպական կոնվենցիայով։ Նախագծի մշակման հիմքում, արդեն օրենքի հիմքում դրված են եղել միջազգային եվրոպական դատարանի նախադեպային իրավունքներ։ Եթե մենք փորձեինք այս կամ այն կերպ սահմանափակել կողմի համաձայնությունը, կողմի հայցողությունը ապացույցի հետազոտման վերաբերյալ, մենք հետագայում խնդիր կունենանք եվրոպական դատարանում։ Կլինեին վճիռներ։ Այսինքն այս դեպքում դուք չեք մտածում, որ գործերը կարող են տեղափոխվել եվրոպական դատարան։ Չէ, որովհետև կողմը իր կամայտնությունն է իրացնելու, եթե կողմը չուզի, դա չի լինի։ Դժվար է պատկերել մի իրավիճակ, երբ կողմը համաձայն չէ X ապացույցի հետ, վիճարկում է դա, սակայն համաձայնվում է, որպեսզի այդ ապացույցը դատարանի համարի հետազոտված։ Ես չեմ պատկերացնում նման իրավիճակ։ Խնդիրը օրենքի, դատարանի եւ վարույթի մասնակիցների ռեսուրսները կենտրոնացնել իրապես վիճարկելի փաստերի վրա։ Դա է եղել խնդիրը։ Սա նաեւ դատարանների բեռնաթափման համար է արվում։ Այո։ Դա ինչպես նշեցի շարունակական գործընթաց է եւ միայն սրանով մենք չենք սահմանափակվի, դրա մասին է վկայում, ինչպես նոր նշեցի, դատավճռի բովանդակությանը վերաբերող նոր նախագիծը եւ հետագայում արդեն շարունակական մոնիթորինգի մեջ ենք, թե ինչ նոր կարգավորներ կարող ենք նախատեսել, որպեսզի կարողանանք դատարանների ծանրաբեռնությունը նվազեցնել։ Օրինակ քաղաքացիական գործերով այլընտրանքային եղանակներ են վեճերի լուծման փորձում մշակել, ինչը քրեական դեպքում մի փոքր հնարավոր չի ստացվի, բայց փորձում ենք հասկանալ, թե այլ ինչ կարող ենք անել։ Այս փոփոխությունը դատական համակարգի ընդհանուր արդյունավետությունը ոնց կբարձրացնի կամ ոնց կազդի այդ արդյունավետության վրա։ Փոփոխության նպատակը ինքնին եղել է հենց արդյունավետության բարձրացումը, այս բանը չեմ կարող գնահատականել տալ, քանի որ անցել է դեռևս 1 ամիս եւ առանց իրական տվյալների գնահատական լինելու է խիստ սուբյեկտիվ եւ անիրական։ Հետևաբար պետք է սպասենք գոնե 1 տարի, հասկանանք ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ մենք չենք էլ բացառել, որ կարող են խնդիր առաջանալ։ Եվ արդեն արկա, եթե կլինեն խնդիրներ, դրանք կհավաքագրենք եւ հետո արդեն 1 տարի հետո կամ միգուցե 6 ամիս հետո իրականում կարողանանք խոսել նախագծի օրենքի ներողություն ազդեցությունը դատական համակարգի արդյունավետության բարձրացման նկատմամբ։ Տիկին Գասպարյան, հիմա այն գործերը, որոնք գտնվում են դեռ առաջին ատյանի դատարանում եւ շարունակվում են դրանց քննությունները, այս օրենքը այդ գործերի վրա ո՞նց է անդրադառնալու։ Միջև օրենք ուժի մեջ մտնել է գործող քրեական գործերը պետք է ավարտվեն, այսինքն միջև հուլիսի 6-ը հուլիսի 6-ին է ուժի մջել։ Միջև հուլիսի 6-ը վարույթ ստանձնված քրեական գործերը պետք է քննվեն եւ ավարտվեն կրկին առավելագույնը 1 տարվա ընթացքում եւ կրկին 2 անգամ կարող են երկարաձգել։ Այսինքն երկար մտածեցինք իրականում, բայց բալանսավորված տարբերակ չկարողացանք գտնել, դրա համար սա առավել օպտիմալ եւ առավել հավասարակշռված տարբերակն է։ Այն գործերը, որոնք վարույթ են ստանձնվել դատարանների կողմից մինչեւ հուլիսի 6-ը, դրանք պետք է քննվեն 1 տարվա ընթացքում եւ 2 անգամ կրկին դատարանը կարող է հաշվի առնելով գործի իրավական բարդություն, վարույթային գործողությունների ծավալ եւ այլ հանգամանքներ, որոնք անխուսափելի են երկարաձգում են գործի քննությունը 2 անգամ կարող է երկարաձգել առավելագույնը կրկին 1 տարի ժամկետով եւ այն գործերը, որոնք ուժի մեջ մտնելուց հետո այն վարույթ ստանձնվել կրկին առավելագույնը բոլորը առանց սահմանափակման պիտի տեղավորվեն 1 տարվա եւ բացառության դեպքում եւս
2 տարվա, մեկական Կարծում եմ տարվա։ սա բավականին արդարացի մոտեցում էր նաև այն գործերի նկատմամբ, որոնք այս պահին են։ Հակառակ դեպքում կստացվեր, որ դատարանները սահմանափակված կլինեին նոր գործերի քննության ժամկետներով եւ այն գործերը, որոնք շատ վաղուց ունեն իրենց բարույթով, կշարունակվեին առանց ինչ-որ ժամկետի եւ բնականաբար եթե ունեն ժամկետի սահմանափակվածություն, կառաջնորդվեին այն քրեական գործերով, որոնք կարող են հետո խնդիր առաջացնել։ Իսկ եթե դատավորն է փոխվում, հիմա եթե դատավորը փոխվեց, գործը նորից վերաբացվում է ու սկզբնական փուլից սկսում ուսումնասիրվել, ինչ է այդ դեպքում լինում։ Նոր կարգավորման համաձայն դատավորի փոփոխության դեպքում գործի ուսումնասիրության արդյունքում դատարանը կարող է որոշում կայացնել գործը շարունակել ընդհատված պահից։ Սա միայն դատարանի հայեցողությունն է, դատարանը պետք է ինքը գնահատի դա կարող է անել, թե չի կարող անել։ Եվ այդ դեպքում բոլոր ապացույցները համարվում են հետազոտված։ Բացառությամբ այն ապացույցների, որոնք դատարանը ինքն է համարում անհրաժեշտ հետազոտել դատական նիստում, օրինակ դրա վերաբերյալ լսելով կողմերի դիրքորոշումները, եւ այն ապացույցները, որոնք միջնորդում է կողմը։ Կողմի միջնորդությունը դատավորի փոփոխության դեպքում եւ վարույթ ընդհատված պահից շարունակելու դեպքում կողմի միջնորդությունը ապացույց հետազոտելու վերաբերյալ պարտադիր է դատարանի համար։ Անդրադառնալով ժամկետներին, երբ դատավորի փոփոխության դեպքում նոր դատավորը սահմանափակված է արդեն արկա ժամկետներով։ Եթե ժամկետները 1 տարուց պակաս են, այդ թվում երկարաձգված ժամկետները, ապա ընդհանուր ժամկետը 1 տարին է։ Սա ամենակրկին օպտիմալ լուծումն է, հակառակ դեպքում կրկին գործերը կարող էին տևել տարիներ, օրինակ 6 տարի։ Դե հուսանք, որ գոնե 1 տարի հետո այն ցկցկվող գործերը, որոնց մասին անդադ լսում եւ խոսում ենք, կունենան իրենց տրամաբանական ավարտը։ Լիահույս լինենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ նույնպես։ Զրուցակիցս Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանն էր։ Կհանդիպենք։